Դուք էլ եք կարծում, որ քաղցրավենիքը վնասակար է առողջության համար և փորձում եք այն ուտել սահմանափակ քանակությամբ։ Համաձայն եք, քաղցրավենիքի օգտագործումը ասոցացվում է գիրության, շաքարային դիաբետի և ատամների խնդիրների հետ։ Սակայն ամեն ինչ այդքան վատ չէ, և հենց հիմա մենք կպատմենք առողջության համար ամենաօգտակար քաղցրավենիքների մասին, քանի որ այդպիսիք իսկապես գոյություն ունեն։ Դրանք բավականին շատ են։ Կարելի է վստահորեն ասել, որ քաղցրավենիքը կարող է ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև բարելավել ինքնազգացողությունը, ամրացնել իմունիտետը, ինչպես նաև դրական ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի վրա։ Իհարկե, սա չի վերաբերում շաքարին, կոնֆետներին և շոկոլադին, բայց կան քաղցրավենիքներ, որոնք կարող են լինել յուրաքանչյուր մարդու ամենօրյա ռացիոնում։ Իդեպ տեսանյութի վերջում մենք պատրաստել ենք ձեզ համար անակնկալ և կպատմենք մարդկության համար ամենաօգտակար քաղցրավենիքների մասին։ Իսկ հիմա առողջության համար 10 ամենաօգտակար քաղցրավենիքների տոպը։ Առաջինը՝ խնձորը։ Շնորհիվ լուծվող մանրաթելերի խնձորը նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և կանխում անոթների խցանումը։ Կանոնավոր օգտագործումը նորմալացնում է ճնշումը։ Կազմում կա շատ վիտամին C և կալիում։ Մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ խնձորները դարձնում են բնական հակաբորբոքային միջոց։ Խնձորը օգտակար է ուղեղի, մարսողության և մաշկի վիճակի համար։ Ավելի լավ է փոխարինել կարմիր, դեղին և կանաչ խնձորները, քանի որ յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ հատկությունները։ Երկրորդը՝ բանանը։ Բանանը հարուստ է վիտամիններով, կալցիումով, մագնեզիումով, նատրիումով, կալիումով և ֆոսֆորով։ Կանոնավոր օգտագործումը կանխում է անեմիան, աթերոսկլերոզը, ինսուլտը, ինֆարկտը։ Սա հիանալի արտադրանքն է արագ և առողջ սննդի համար։ Բանանում պարունակվում է նյութ, որը օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, երջանկության հորմոնի, որը պատասխանատու է ուղեղի արտադրողականության և մեր տրամադրության համար։ Երրորդը՝ հատապտուղները։ Դրանց մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ և ասկորբինաթթու, ինչը թույլ է տալիս ամրացնել արյունատար անուրջները, դարձնել մաշկը արաձեգական։ Օգտակար հատապտուղների ցանկը բավականին մեծ է՝ ելակ, կարմիր հաղարչ, ազնվամորի, մոշ, բալ, հաղարչ, փշահաղարչ։ Դրանց կանոնավոր օգտագործումը ամրացնում է իմունիտետը, օրգանիզմը դարձնում է դիմացկուն վիրուսների և բակտերիաների նկատմամբ։ Եվս մեկ առավելություն՝ ցածր կալորիականություն։ Չորրորդը՝ չամիչը։ Չամիչի չափավոր ամենօրյա օգտագործումը օգնում է դուրս բերել տոքսինները, վերականգնել ջրաղցանակի հավասարակշռությունը, բարելավել սրտանոթային և արյան համակարգի աշխատանքը։ Նաև չամիչը դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա։ Եթե դուք անհանգիստ մարդ եք և ունեք քնի խնդիրներ, օգտակար կլինի այս արտադրանքը ներառել ռացիոնում։ Չամիչում շատ ածխաջրեր կան, ուստի ակտիվ կյանքի ժամանակ կարելի է էներգիայի պաշարները լրացնել դրանով։ Ի վերջո, չամիչի մանրաթելը բարելավում է մարսողությունը, իսկ երկաթը կանխում է անեմիան։ Չամիչ օգտագործելիս պետք է հաշվի առնել, որ գլյուկոզայի պարունակությամբ այն գերազանցում է խաղողին։ Հինգերորդը՝ մեղրը։ Սա արագ ածխաջրերի աղբյուր է, որոնք արագ և ամբողջությամբ կլանվում են օրգանիզմի կողմից։ Հատկապես օգտակար է մեղրը հիվանդություններից հետո վերականգնման ժամանակ։ Մեղրն ամրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է դիմակայում վիրուսներին և բակտերիաներին։ Վեցերորդը՝ ագար-ագարի վրա պատրաստված զեփիր։ Ագար-ագարը բուսական ծագման նյութ է, որն ունի ժելացնող հատկություն և արտադրվում է մի քանի տեսակի շագանակագույն և կարմիր ջրիմուռներից։ Ագարի առավելություններն են առանց կոնսերվանտների և քիմիական հավելումների, ինչպես նաև օգուտ առողջության համար։ Այս նյութում պարունակվում են յոդ, երկաթ, այլ միկրոէլեմենտներ և մանրաթել։ Ագարը թեթևակի խթանում է աղիների պերիստալտիկան, դրական ազդեցություն ունի մարսողության վրա, օգնում է նվազեցնել ախորժակը։ Այս դեսերտը չի պարունակում ժելատին և իդեալական է վեգանների և վեգետարիանների համար։ Յոթերորդը՝ ընկույզով մրգային աղցաններ։ Մրգերը վիտամինների, միներալների և հակաօքսիդանտների ամենահարուստ աղբյուրներից են։ Բուսական մանրաթելերը ապահովում են արագ հագեցում, նվազեցնում են խոլեստերինը արյան մեջ, մաքրում են աղիները։ Իսկ ընկույզը պաշտպանում է մեզ ազատ ռադիկալների վտանգավոր ազդեցությունից, կանխում են ծերացումը, ազդում են սիրտ և անոթների վրա։ Ընկույզը բարելավում է հիշողությունը և կոնցենտրացիոնը, կանխում են ծերական թուլամտության հավանականությունը։ Ութերորդը՝ առավելագույն կակաոյով պարունակությամբ մուգ շոկոլադ։ Դրա կազմում շատ հակաօքսիդանտներ կան, նաև դառը շոկոլադը օգտակար է սրտի աշխատանքի համար։ Իններորդը՝ առանց շաքարի մյուսլիի հացահատիկային բատոնիկներ։ Սրանք վիտամինների, կալցիումի, մագնեզիումի և օմեգա ճարպաթթուների աղբյուր են։ Եթե ֆասթ ֆուդը փոխարինեք հացահատիկային բատոնիկներով, շուտով կնկատեք ակնհայտ դրական փոփոխություններ արտաքին տեսքում։
10-րդը՝ մեղրով եւ հատապտուղներով տնական յոգուրտ։ Դրա կազմում կա մեծ քանակությամբ պրոբիոտիկներ եւ բնական շաքարներ։ Նման յոգուրտը ամրացնում է իմունիտետը եւ բարելավում է մարսողությունը։ Եթե կարծում եք, որ սա ամբողջական ցանկ է օգտակար քաղցրավենիքների, ապա սխալվում եք, քանի որ ամենահամեղի մասին կիմանաք շատ շուտով, բայց նախ եկեք խոսենք այն մասին, թե ինչ է սպասվում մեզ, եթե հրաժարվենք շաքարից։ Շաքարից կտրուկ հրաժարվելը կարող է հանգեցնել նրան, որ առաջին օրերին մենք մշտապես կզգանք հոգնածություն եւ գրգռվածություն։ Ոմանք նույնիսկ գլխացավեր եւ անդիմադրելի ցանկություն քաղցր բան ուտելու կարող են ունենալ։ Անխուսափելի են նաև քնի խնդիրներ։ Եթե մենք կանոնավոր շաքար ենք օգտագործում, ապա օրգանիզմի նման ռեակցիան բավականին նորմալ է։ Արդեն 1 շաբաթից վիճակը կբարելավի, իսկ որպեսզի ադապտացիան ավելի արագ անցնի, անպայման պետք է ռացիոնում ներառել վերևում թվարկված օգտակար քաղցրավենիքները։ Նաև կարևոր է ուտել այնպիսի արտադրանքներ, որոնք էներգիա են ապահովում օրգանիզմին, եւ երկար ժամանակ մոռացնել սովի մասին։ Առաջին հերթին դրանք են ամբողջահատիկային հացը եւ վարսակի շիլան, յուղոտ ձկների եւ մսի տեսակները, ոսպը։ Դրանք արդյունավետորեն հագեցնում են եւ պահպանում են արյան շաքարի նորմալ մակարդակը, թույլ տալով նվազեցնել շաքարից կախվածությունը։ Շաքարից հրաժարվելու արդյունքը՝ քաշի կորուստ, ինքնազգացողության եւ տրամադրության բարելավում, ամուր իմունիտետ, ինչպես նաեւ ավելի առողջ եւ երիտասարդ արտաքին տեսք։ Իսկ եթե ավելացնենք կանոնավոր ֆիզիկական ակտիվություն եւ թարմ օդում զբոսանքներ, ապա կարող ենք առնվազն 15 տարով երկարացնել կյանքը, մնալով ակտիվ եւ էներգիայով լի։ Երկարաժամկետ հեռանկարում շաքարից հրաժարվելը հանգեցնում է գերազանց եւ նշանակալի արդյունքների, ինչը հատկապես ուժեղ են զգում 50 տարեկանից հետո մարդիկ՝ ուշադրության կենտրոնացման բարելավում, հիշողություն, կենսունակ եւ էներգիայով լի տրամադրություն, տրամադրության կտրուկ տատանումների բացակայություն, էմոցիոնալ կայուն վիճակ, քաշի նորմալացում, ոսկրային հյուսվածքների բարձր ամրություն, առողջ եւ ամուր ատամներ։ Եթե արդեն ինքներդ եք զգացել շաքարից հրաժարվելու դրական հետևանքները, խնդրում ենք կիսվել ձեր փորձով մեկնաբանություններում։ Իսկ հիմա ամենահամեղ եւ օգտակար քաղցրավենիքի մասին, որի մասին խոստացել էինք։ Սա հալվանն է։ Այն ամրացնում է ատամները եւ ոսկորները, կանխում է սրտանոթային հիվանդությունները, վերականգնում է ուժերը, ամրացնում է իմունիտետը եւ դանդաղեցնում է ծերացման գործընթացները։ Հիմա դուք գիտեք, թե ինչու է հալվան արժանի լինելու ձեր սիրելի ուտեստը, որը ոչ միայն համեղ է, այլև օգտակար առողջության համար։ Բայց կան որոշ հակացություններ դրա օգտագործման համար՝ հղիություն, կրծքով կերակրում, երեխայի տարիքը մինչև 3 տարեկան, շաքարային դիաբետ, գաստրիտ, գիրություն եւ անհատական անհանդուրժողականություն։ Գլխավորն է չափավորությունը ցանկացած քաղցր արտադրանք օգտագործելիս։ Ամենօրյա 1 կտոր շոկոլադ օգտակար է, բայց եթե ամեն օր մի ամբողջ սալիկ ուտենք, ապա առողջության հետ բազմաթիվ խնդիրներ կունենանք։ Խնձորը կարելի է ուտել օրական ոչ ավելի քան 1-2 հատ, ընկույզը մինչև 3 հատ։ Նույնը վերաբերվում է այսօր թվարկված մյուս արտադրանքներին։ Նաև պետք է հաշվի առնել առողջության անհատական սահմանափակումները։ Օրինակ, շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ չի տրվում մեղր, խաղող եւ բանան օգտագործել։ Իսկ դուք որքան քաղցր արտադրանքներ եք սիրում եւ որտից չեք կարողանում հրաժարվել։ Ընկերներ, շնորհակալություն ուշադրության համար։ Եղեք արատաձեռն եւ կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ։ Իսկ մենք մաղթում ենք ձեզ ամուր առողջություն եւ հիանալի տրամադրություն։